Մեր հաղորդաշարին հետևողները արդեն գիտեն, որ առիթը բաց չենք թողնում ներկայացնելու լավագույն գրքերը, որ առաջարկում ենք ընթերցել։ Այսօր էլ առիթից պիտի օգտվեմ եւ ձեզ ներկայացնեմ շատ կարևոր մի գիրք ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի Սովետահայ գրականության պատմություն գիրքը, որը դասագիրք է բուհերի ուսանողների համար, բայց մի սքանչելի բանաստեղծական հատոր նվիրված հայ գրականությանը։ Հրանտ Թամրազյանի ծննդյան 100-ամյակն է եւ մենք մշտապես պիտի ձեզ ներկայացնենք գրականագետի վաստակը, հորդորենք կարդալ նաեւ գրականագիտական գրքեր, որտեղ մի անգամ արդեն ասել եմ, կրկնեմ, գրականագիտությունը ամենակարճ ճանապարհն է, որ տանում է դեպի երջանկություն։ Ինչու՞։ Որովհետև գրականագետները տարօրինակ մարդիկ են, գրականագետները զարմանալի մարդիկ են։ Գիտեք ովքեր են մեր ընկերները։ Հովհաննես Թումանյանն ու Աքսել Բակունցը, Գրիգոր Զոհրաբը, Նարեկացին, Սերվանտեսը, Ֆյոդոր Դոստոևսկին եւ բոլոր աշխարհի գրողները, գրականագետի աշխարհում նրանց հետ ենք մենք միասին։ Նրանք մեր ընկերներն են եւ մենք էլ առաջարկում ենք ձեզ ահա այդ ճանապարհը։ Հրաշք է գրականագիտությունը։ Անհնար է իսկապես լավ զգալ, եթե դուք գրականագիտական գրքեր չեք կարդում։ Ես ընթերցում էի այն գիրքը, որը ձեզ ներկայացրեցի, այդ գիրքը ես շատ անգամ եմ կարդացել։ Ի վերջո դասագիրք է եւ ուսանող տարիներին եւ դրանից հետո հիմա էլ կարդում եմ, այնքան կարոտում եմ։ Եվ վերջերս թերթում եմ ու կարդում եմ մի հատված ու հայացքս սևեռվեց, ոգևորվեցի Թամրազյանի ոճից։ Տեսեք ինչ է գրում։ Պատերազմական շրջանի քննարկության մեջ պոեզիան գնում էր դեպի առավել զուլալության, անհատական դրսևորման, ծնվում էր ժողովրդական պայքարի ու աղետների բովում եւ չէր էլ կարող բնականաբար ընդունել ամեն տեսակ սեթևեթանք ու պերճաբանություն։ Բանաստեղծությունը գնում էր դեպի երգը, մեղեդին, գտնում հոգիների ճանապարհը, ինչ գեղեցիկ է գրում։ Գեգամ Սարյանի բանաստեղծությունը այսքանը գրում է, որ անդրադառնա մեր դասական գրող Գեգամ Սարյանին։ Ափսոս, շատ ափսոս, որ մեծ վաստակ ունեցող Գեգամ Սարյանը այսօր չի հնչում։ Մարդիկ գրեթե մոռացել են, բայց ինքը շատ արժանավոր մեկն է, իսկապես հայ դասական պոեզիայի բարձր ներկայացուցիչ։ Ահա թե ինչու մեր հաղորդաշարի պարտքն է արժանին մատուցել։ Եվ այսպես Գեգամ Սարյանի բանաստեղծությանը գրում է Թամրազյանը, բնորոշ է հենց այդ հատկանիշը։ Նա զերծ է պերճաբանությունից, պատյուչանքներից, զարդարանքներ չունի, պարզ ու գեղեցիկ ոճով։ Պատերազմի տարիներին գրում է Թամրազյանը, ողջ ժողովուրդը երգում էր Գեգամ Սարյանի Մարտիկի երգը, որը հետո հեղինակը վերանվանեց կարոտ։ Դա այն հասարակ ճակերտների մեջ բանաստեղծություններից է, որոնք համակ զգացմունք են, զերծ ամեն տեսակ ձևական ու տեխնիկական էֆեկտներից։ Հիշեք այս տողերը, թրջեի մտքով տուն, ուր իմ մայրն է արթուն, սպասում իր որդուն անհանգիստ ու անքուն, տեսնեի այն առուն, որ ամեն մի գարուն ջրերով զարդարուն կարկաչում է սարերում։ Այսքանից հետո բնականաբար բոլորս ուզում ենք լսենք այդ հրաշալի երգը։ Մեր նշանավոր կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի երգը այդ պատերազմի տարիների եւ պատերազմից հետո լայն ժողովրդականություն ուներ, մեծ հուզմունքով էինք մենք լսում, բանավանդ Ավագ Պետրոսյանի կատարմամբ։ Չընկնեմ ես մարատում,
կարգին, տունը գակալ ես կարգին, կասպոպե